Քաջարանի հասարակության ներկայացուցիչներ, ուխտագնացությունը մեր հասարակության մեջ ամենաբարձր կարևոր նշանակություն ունի, սակայն իրականացնելը կապված է դժվարին հարցերի հետ։ 301 թվականին մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորիչի ջանքերով Հայաստանում քրիստոնեությունն ընդունվել է որպես պետական կրոն, իսկ մեր հայոց հայրապետության կենտրոն է համարվել Մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Այդ պահից սկսած մինչև այսօր դարեր են անցել եւ դարերի ընթացքում հայ ազգը տառապանքների է արժանացել։ Բավականին մեծ ցեղասպանություն, պատերազմական գործողություններ, որոնք էլ պատճառ են դարձել ողջ հայությանը ցրվելով ամբողջ աշխարհում մեկ։ Դա էլ պատճառ է դարձել հենց նրան, որ մեր միայն խաղաղ պայմանների դեպքում մենք կարողացել ենք ուխտագնացություն իրականացնել դեպի սեփական հայրենիք, դեպի Սուրբ եկեղեցի, մեր հայ առաքելական եկեղեցին, եւ ոմանք էլ գնացել են իրենց հարազատների որոնման, ոմանք Սուրբ հողի ջրի կարոտն են եղել մեր մեծ համայնքի։ Դրա համար մենք միշտ էլ բարձր են գնահատել ու միշտ էլ անհրաժեշտություն է եղել ամեն վայրերից ամբողջ աշխարհի մակարդակով հավաքվել են գնացել ուխտագնացությամբ։ Այսօր Հայաստանի Հանրապետության մեջ կազմակերպում է ուխտագնացություն, որ դեպի Տաթևի վանական համալիր կգան Հայաստանի մարզերից, տարբեր մարզերից ու տարբեր քաղաքներից։ Այնտեղ կարևոր նշանակություն կունենա եւ այդպիսի պահերին նույնիսկ արտասահմանյան տարբեր պետություններից են ներկայանում։ Ցանկանում եմ նշել, որ Քաջարան քաղաքից այդ պատվավոր մեծագույն գործը, որոնք խիստ կարևոր եմ համարում ու առանձնակի մեր հասարակության համար ու ժողովրդի համար, դա խղճի հարություն, խղճի ու մարդասիրական վերաբերմունքի մեծ գնահատականն է վերցրել է իր վրա անհատ ձեռներեց մեր հարգարժան Արթուր Սեյրանի Ստեփանյանը։ Արթուր Ստեփանյանին բարձր եմ գնահատում մարդկային այդ մեծագույն արարքի համար, իր մարդասիրական գեղեցիկ վերաբերմունքի համար, որին պարտական է ոչ միայն ինքը, այլև ողջ հայ ժողովուրդը, հատկապես այս անգամ իրականացվում է մեր հասարակության այն խավերի նկատմամբ, որոնք հնարավորություն չունեն։ Դա վերաբերում է խոսքս ծնողազուրկ երեխաներին, հաշվանդամներին բոլոր տեսակի։ Ցանկանում եմ նշել, որ նրանք, ովքեր մանկատներում են կյանք անցկացրել ու ապրել, եւ միացնում եմ արցախյան պայքարի ազատամարտիկներին, մեր հաշվանդամներին, որոնք արժանի են ամենամեծ գնահատականի ու ամենամեծ ուշադրության։ Սրանք կարևոր հանգամանքներ են ու բարձր եմ գնահատում ես դրա համար։ Ոչ միայն ես, ողջ հասարակությունը ու մեր ժողովուրդը պետականորեն նույնիսկ պարտավոր են ամենամեծ հոգատարությունը ցուցաբերել մեր հասարակության հենց այդպիսի խավերի նկատմամբ այսօր կազմակերպող այս ուխտագնացությունը դեպի Տաթևի վանական համալիր անչափ բարձր գնահատելով խորին շնորհակալություն եմ հայտնում եւ իմ եւ մեր հասարակության կողմից մեր հարգարժան Արթուր Ստեփանյանին այս գեղեցիկ միջոցառումը իրականացնելու համար եւ ցանկանում եմ ձեզ միայն մաղթել բարի ճանապարհ, ցանկանում եմ ամենագեղեցիկը լավագույն ձևով անցկացնեք վանական համալիրում ձեզ կդիմավորի մեր հարգարժան Տեր Շիրակ Քահանա Խանոյանը։ Նա էլ ձեզ հետ կհանդիպի եւ կհանդիպի ամենալավագույն ձևով անցկացնելու այդ գեղեցիկ միջոցառումը։ Ես մեծագույն ցանկություն ունեի մասնակցելու, սակայն հնարավորություններից չի հնարում, որի համար ներողություն եմ խնդրում։ Մարդկային այդ վերաբերմունքի իրոք արժանի է գնահատականի, թող մեր ողջ քաղաքում զգան քո բարձր գնահատականը, քո մարդասիրական, քո խղճի իսկական մարդկային արարք։
Չէ շորտոպի դա ցեղ Չէ Չէ արևը Հիմա ես էս ստոպում
Ուխտդ կադած հայորդավոր, ուխտդ կադած սյունյաց ուխտավորեր։ Այսօր Հայաստանյան ծրագիրական սուպ եկեղեցին միասնաբար ունախմում է իշադակը լուսավոր են վարդապետների, ովքեր իրենց հոգու զորությամբ, հավատքի ուժգնությամբ լույսը բերեցին համայն մարդկության Քրիստոսի ճշմարիտ լույսը բերեցին մեզ համար լուսավորել մեր սրտերը։ Վարդապետներ, ովքեր հավատքի ճշմարիտ դառնալով կարողացան լույսը անահարորեն հասնել մեզ։ Այնպիսի մաքրությամբ ու բազությամբ, որով այսօր մենք ներկայանում ենք Տիրոջ առջև եւ փորձում ենք մեր սրտի, մեր հոգու կարողությունը, զորությունը բերել Տիրոջ առջև այն խոսքի համաձայն, որով ասաց Քրիստոս. Սիրեք ձեր Տիրոջը, ասում ձեր ամբողջ հոգով, ամբողջ զորությամբ ու ամբողջ կարողությամբ։ Այսպիսի պատրաստականությամբ է, որ բերեցին մեր 12 վարդապետները լույս ջահ հավատքի եւ մեկնեցին մեզ համար աղոթքներ գեղեցիկ, ստեղծեցին մեզ համար մեկնություններ սուրբ գրքի, բայց այնպիսի ճշգրտությամբ ու մաքրությամբ, որով մինչև այսօր հորդում է այդ մաքրությունը, որպես աղբյուր ճշմարտության։ Կարողացան ակունքից վերցրած անաղարտ ջուրը, հավիտենական ջուրը մաքրում պահելով հասցնել մինչև մեզ։ Եվ այսօր այդ նույն մաքրությունն է ուզում մեզանից Աստված։ Այդ նույն մաքրությամբ է, որ այսօր պիտի կարողանանք ներկայանալ Տիրոջ առջև եւ ասել. Արի Տեր Հիսուս, մեր սրտերի մեջ բնակվիր եւ այդ նույն մաքրությունը տուր մեզ, որ կարողանանք այդ մաքրությունը պահելով մենք էլ շարունակել ընթացքը։ Այսօր, սիրելի ուխտավոր ժողով, թող ձեր բոլորի ուխտը հիկադար, թող հիկադարացվի ձեր ուխտը ընդունելի Տիրոջ առջև, որովհետև դուք այսօր եկել եք նորոգելու 12 վարդապետների հետ միասնաբար, նորոգելու այն ուխտը, որ դարերները տակված էր մեզ, որ մենք հեռացրել էինք մեզանից, եւ այսօր սիրելի ուխտավոր, թող մեր սրտերի մեջ ծագի այդ ճշմարիտ լույսը եւ լուսավորը։ Շագնարության բերել Տաթևի վանական համալիր հաղորդակցվելու մեծագույն սրբությանը եւ լուսավորվելով Տիրոջ զորությամբ եւ օրհնությամբ։ Մասնավորաբար այսօր 12 վարդապետների հիշատակության տոնն էր,
եւ թող այդ 12 վարդապետների բարեխոսություն լինեն մեր բոլոր ուխտավորների եւ մասնավորաբար այսօրվա հերոս կամ կազմակերպիչ, որ ասեմ, կազմակերպեցին Աջարանի բնակիչ Արտուրի հետ միասին եւ մեր խոնի շնորհակալությունը պիտի հայտնենք այս ընթացքը ձևավորելու եւ կազմակերպելու համար, որ միասնաբար կարողացանք կյանքի կոչել։ Բավական երկար ժամանակ մտայնությունը կար, մտահղացումը կար, բայց կյանքի կոչվեց այսօր եւ այս գեղեցիկ տոնի օրով։ Մեր շնորհակալություն եւ օրհնությունը Արտուրին եւ նման նախաձեռնությունների համար։ Ուզենք մաղթել, խնդրել Աստծուն, որ իր զորությամբ եւ օրհնությամբ պահի, պահպանի Արտուրին իր ընտանիքը եւ քաջարանի մեջ մեծ զորություն պարգևելով վարակիչ դառնա, որպեսզի վարակելով բոլորին բերի այն սրբավայրերը մարդկանց, որոնք դեռևս ճանաչված չեն, որոնք մարդիկ դեռ չեն տեսել ու հաղորդակից չեն եղել։ Թող Աստված օգնի բոլորին եւ բոլոր այս կազմակերպիչներին։ Թող Աստված օրհնի նաեւ վանական համալիրի բոլոր անձանց, ովքեր կային այսօր մեզ աջակցեցին, Շիմիաց թեմի առաջնորդին եւ մասնավորաբար մեր Արտուրին։ Թող Աստված պինդ պահի, օրերը երկար։ Go to a place where you belong.